Ռեյմոնդ Պոնսը մի քանի օր է ինչ Հայաստանում է, եկել է լոռի ֆրանսերեն լեզուն և մշակույթը տարածելու նպատակով, բայց հայերի հետ շփման ժամանակ հայերեն է ողջունում։ Բարև ձեզ։ Փոխարենը պատրաստ է բոլոր ցանկացողներին սովորեցնել ֆրանսերեն լեզվի ամբողջ մայքն ու գեղեցկությունը, նկատել է, որ հայերի մեջ Ֆրանսիայի ֆրանսերեն լեզվի հանդեպ հատուկ սեր ու համակրանք կա, դրա համար էլ ավելի հաճույքով է աշխատելու այստեղ։ 6 շաբաթ շարունակ շաբաթական 2 օր բոլոր ցանկացողներն առանց տարիքային սահմանափակման կարող են հաճախել ֆրանսերեն լեզվի դասընթացների, որը կազմակերպվում է նորաստեղծ ֆրանկոֆոն ակումբում։ Լեզվի դասընթացներից բացի կլինեն նաև կինոդիտումներ։ Alors, moi je suis très bien ici. Ես ինձ լավ եմ զգում, քանի որ լեռներում եմ, քանի որ ինքս էլ Ֆրանսիայի հարավից եմ, Մարսելից, որը մի քիչ արևելյան ու արևմտյան տիպի խառը քաղաք է։ Այստեղ ես ինձ զգում եմ ինչպես տանը, շատ տպավորված եմ մարդկանց ընդունելությունից, հյուրընկալությունից եւ օգտակար լինելու պատրաստակամությունից։ Գրեվ կազմակերպության ներկայացուցիչի այցը կազմակերպվել է Լոռու մարզի և Ֆրանսիայի Պակաս շրջանի համագործակցության շրջանակում։ Համագործակցության հիմքերը դեռ մի քանի տարի առաջ են դրվել։ Այդ համագործակցության արդյունքում նախատեսվում է այստեղ տարածել ֆրանսերեն լեզուն, զարգացնել ագրոտուրիզմը և զբոսաշրջությունն ընդհանրապես։ Oui, alors je suis ici aussi pour développer le français. Կարծում եմ, որ ֆրանսիական տուրիզմը բավականին լավ փոխկապակցված է Հայաստանի տուրիզմի հետ, քանի որ ֆրանսիացիները անհատական մոտեցում ունեն, սիրում են ճամփորդել ընտանիքներով, զույգերով եւ մենակ։ Նման փորձ ունեցել եմ Գորիսում, աշխատել եմ այն մարդկանց հետ, ովքեր իրենց ֆրանսերենի իմացությամբ նպաստում են տուրիզմի զարգացմանը։ Այս անգամ ուզում եմ իսկապես օգնել, որ ֆրանկոֆոնիան օգնի տուրիզմը զարգացնել նաեւ Լոռու մարզում։ Ֆրանկոֆոն ակումբի նախագահ Քրիստինե Երիցյանը նոր է վերադարձել Ֆրանսիայից այստեղ տուրիզմը զարգացնելու ծրագրերի մի ամբողջ փաթեթով։ Մարզում տուրիզմի զարգացմանն ի նպաստ նախատեսվում է Ալավերդի քաղաքում բացել տուրիստական գրասենյակ։ Գարնանը արդեն գրասենյակի բացումը կլինի, տնօրեն 3-4 աշխատակից հիմնական եւ ընթացքում էլ պայմանագրային էլի շատ աշխատողներ, այսինքն այստեղ մեզ պետք կլինեն ուղեկցողներ, գիդ, ուղեկցողներ, ովքեր որ կարող են ուղակի ոտքով արահետների ճանապարհները ցույց տալ։ Մի խոսքով շատ լայն ասպարեզ է բացվում եւ հույսով եմ, որ մեր ֆրանսերենն էլ, մեր ֆրանկոֆոնիայի զարգացումն էլ մեզ պիտի օգնի, քանի որ մեզ մոտ զբոսաշրջիկների 80%-ը ֆրանսիացիներ են։ Իսկ մինչ գրասենյակի բացումը ակումբի անդամներն այլ ծրագրեր ունեն, այդ թվում կազմակերպել էքսկուրսիաներ դեպի պատմամշակութային վայրեր, զբոսաշրջիկների համար ստեղծել Լոռվա տարածաշրջանի բնորոշ խոհանոցի բաղադրատոմսեր։ Նատալիա Օսյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։